Կրկնական պատասխանել հարցերին, ուրեմն հարցը վերաբերվում է ուրիշներին անընդհատ ապացուցելու փաստին, երբ մարդը փորձում է անընդհատ լավը լինել, անընդհատ ապացուցել, որ ինքը լավն է, եւ արդյունքում ձևավորվում է որոշակի լարվածություն, որոշակի կեղծ ոչ բնական վիճակ եւ որոշակի կյանքի, այսպես ասած, ֆորմատ, որտեղ մենք ավելի շատ ապրում ենք ուրիշների համար, քան ինքներս մեր համար։ Լավ, ուրեմն ինչ անել։ Տվյալ հարցը կարելի է ասել վերաբերվում է մարդկանց շատ մեծ տոկոսին, կոնկրետ տոկոսի իհարկե չեմ կարող ասել, բայց խնդիրն այնքան մասսայական է, այնքան տարածված է, որ կարծում ցանկացած մարդ կարող է ինչ-որ մի բան իր կյանքի մասով վերցնել, նկատել կամ բացահայտել։ Ուրեմն, սովորաբար երբ մենք ծնվում ենք ու լույս աշխարհ ենք գալիս, մենք լավն ենք ու բոլոր երեխաները անկախ իրենց ձեռքբերումներից, անկախ իրենց լավ կամ վատ արժանիքներից իրենք սիրվում են, այսինքն երեխան լավն է, շարմով է, աստղով է, եթե ինքը հենց իր իսկական տեսանկի մեջ է, բայց երբ որ ծնողը երեխային ասում է, եթե դու օրինակ տակդ կեղտոտեցիր, ես քեզ չեմ սիրում, դու լավը չես, կամ հացկեր, որ մաման քեզ սիրի, կամ այս ինչ բանը եթե արեցիր մաման քեզ չի սիրելու, այսինքն երեխային զրկում են կամ տալիս են սեր, կախված նրանից, թե երեխան իրան ոնց կպայի եւ ոնց կդրսևորի։ Եվ արդյունքում երեխան իր մեջ երբեմն փորձում է ճնշել այն բացասականը, ծնողի կարծիքով բացասականը, բայց իմ կարծիքով այն բնականը, որը յուրաքանչյուրիս մեջ կա ու մենք դրանով գալիս ենք լույս աշխարհ։ Այսինքն արդյունքում եթե ծնողը երեխային տալիս է որոշակի այսպես ասած պահանջ, որոշակի պայման, որ եթե դու լավը լինես, ես նոր քեզ կսիրեմ, երեխան սկսում է իր բնական վիճակից կտրվել, իր ցանկությունները զսպել, իր բնական պահանջմունքները փակել, որպեսզի ծնողը իրեն սիրի։ Եվ սա դեռ, ինչպես ասում են, փոքր մասն է, որովհետև երբ երեխան դուրս է գալիս հասարակության մեջ, դուրս է գալիս սոցիում, գնում է մանկապարտեզ, հետո դպրոց, երեխային դարձյալ փորձում են սիրել կամ չսիրել, կախված երեխայի լավ կամ վատ լինելուց։ Եվ արդյունքում ինչ է ստացվում։ Արդյունքում ստացվում, որ երեխան գալիս է բնական այս աշխարհ, բայց ծնողները եւ արտաքին աշխարհասոցիումը երեխային փորձում են հստակ աղապարներ տալ, հա, եթե կլինես լավ, մենք քեզ կսիրենք, եթե չես լինի լավ, մենք քեզ չենք սիրի։ Բայց այս ճանապարհը վերջին հաշվով երկարաժամկետ կտրվածքով տանում է փակուղի, որովհետև ինչպես Յունգը շատ դիպուկ ասել է, ցանկացած մարդ ինքը ծառ է, որը ունի արմատներ, այսինքն մենք ինչքան բարձրանում ենք դեպի վերև, դեպի լույսը, այնքան մեր արմատները իջնում են ներքև, դեպի խավարը, դեպի ստվերը, դեպի մութը։ Հետևաբար, ցանկացած մարդ ինչքան ունի դրական գծեր, նույնքան պետք է եւ ունի բացասական գծեր։ Ու դրական ու բացասական գծերը Երբ որ մարդու մոտ բավական այսպես ասած հավասարակշռված են լինում, մարդը լինում է ամբողջական։ Իրականում բացասական գծեր ունեն բոլորս, չկա աշխարհում այնպիսի մարդ, որը չունենա բացասական գիծ, բայց այն փաստը, երբ մարդը իր բացասական մասը, իր հոգեկանի, թեկուզ իր մտքերի փակում է, մերժում է, հասարակությանը դա ցույց չի տալիս, դրանով իսկ ինքը զրկվում է բնականությունից։ Իսկ բնականությունից զրկվելու արդյունքը լինում է այն, որ մարդը կորցնում է իր բնական շարժումը, բնական հմայքը եւ իհարկե նաեւ որոշ հոգեբանական process-ներ մարդու օրգանիզմում սկսում են կատարվել եւ ունենալ դրիվ այլ ճանապարհով։ Եվ նաեւ սա բերում է նրան, որ մարդը ունենում է թերարժեքության որոշակի զգացում, որովհետեւ չես կարող լավը լինել։ Պետք է լինել բնական, ոչ թե լավ, որովհետեւ բնության մեջ լավը հենց բնականն է, իսկ բնականն այն է, որ մարդու մեջ կա, ասենք, բնավորության լավ գիծ, վատ գիծ, լավ գիծ, վատ գիծ, լավ գիծ, վատ գիծ, ու իդեալականն այն է, որ բնավորության ցանկացած լավ գծի կողքը լինի դրան հավասարակշռող մեկ այլ չասեմ արդեն բացասական, այլ ասեմ հակադիր գիծ, որը չի նշանակում, խնդրում եմ ուշադիր եղեք այս կետում, չի նշանակում, որ մարդը պետք է իր բացասականը ցույց տա։ Եթե մարդը ընդունում է իր բացասականը, գիտակցում է դրա լինելու մասին, ինքը որոշակի ազատություն է ձեռք բերում այդ բացասական որակներից, այսինքն ինքը կարողանում է իր դրական որակներով արդեն ավելի ակտիվ ու ավելի այսպես ասած հաճախ ներկայանալ մարդկանց։ Հիմա պատկերացեք ծառը գիտակցում է իր արմատի մասին, բայց ամեն դեպքում մարդիկ տեսնում են ծառի
գետնից վերև հատվածը, ճիշտ է։ Այսինքն իրականում գիտակցել, ընդունել դեռ չի նշանակում այդ ամեն ինչը ակտիվացնել ու ցույց տալ մարդկանց, հա։ Հետևաբար այստեղ շատ կարևոր նրբություն կա, դուք գնացել եք այն ճանապարհով, որ ճանապարհը ձեզ հերվածնում է ձեր բնական վիճակից, ձեր իսկական տեսակից, ձեր իսկական եսից։ Իմ ասած ճանապարհը դրիվ հակառակն վերադարձեք, ոնց է գնացել, վերադարձեք։ Սկզբնական փուլում կառաջանա որոշակի լարվածություն, որոշակի հոգեբանական դիսկոմֆորտ, որտեղ տարիներ շարունակ դուք, մենք բոլորս սովորել ենք հասարակությանը դուր գալ, մերժելով մեր բացասականը։ Բայց երբ որ մենք վերադառնում ենք, սկզբնական փուլում առաջանում է որոշակի հոգեբանական դիսկոմֆորտ, բայց երկրորդ փուլում, երբ մենք ընդունում ենք մեր բացասականը, երբ մենք ընդունում ենք նաև բացասականի գոյատևելու իրավունքը, մենք կարողանում ենք արդեն շատ հանգիստ զարգացնել որոշակի որակներ, անձնային որակներ, այսինքն որակական ցուցանիշ չի, երբ մարդը մերժում է իր բացասական գծերը, դա որակական ցուցանիշ չի։ Որակական ցուցանիշը ճիշտ այլ հարթակում է, երբ մարդը ընդունում է իր բացասականը, բայց միևնույն ժամանակ օրինակ զարգացնում է որոշակի, ասենք, մարդուն արժեքտվող որակ։ Օրինակ, խոսքը մարդը տվեց, իր խոսքը կատարում, որակ կա, որը բավական մեծ արժեք ունի, բավական բարձր գնահատվում հասարակության մեջ։ Ու անկախ նրանից, թե դուք ինչ բացասական գծեր ունեք, դուք այդ որակը կարող եք կյանքում զարգացնել, ընդունելով նաև ձեր բացասական, այսպես ասած, յունգի ասած թվերը։ Կամ մյուս որակը, որակ, որը կոչվում է սովորել ասել չէ։ Երբ դուք կարողանում եք ասել չէ, երբ դուք չէ ասելու մեջ անկեղծ եք ու հաստատակամ եք, դուք ձեր կողքը ստեղծում եք որոշակի առողջ խարիզմա, ու այդ առողջ խարիզման ձեր նկատմամբ նաև բավական ակտիվ հետաքրքրություն է առաջացնում մարդկանց մոտ եւ մարդիկ ձգվում են դեպի ձեզ։ Այսինքն, այն մարդիկ, ովքեր կարողանում են չէ ասել առանց վախենալու, որ դիմացինը կնեղանա, առանց վախենալու, որ դիմացինը իրեն կզրկի իր համար շատ կարևոր ռեսուրսից, այդ մարդկանց մոտ զարգանում, այդ մարդկանց մոտ ձևավորվում է շատ առողջ խարիզմա։ Իհարկե չի ասելը պետք է լինի սիտուատիվ, տվյալ պարագայում դուք կարծում եք, որ չեն ամենաիդեալական պատճառը, ասում եք չէ։ Այն մարդիկ, ովքեր իրականում կարող են մերժել, իրականում կարող են ասել չէ, այդ նույն մարդիկ իրականում կարող են տալ նաև։ Ասել չէ եւ ասել հա որակները միևնույն մարդու մեջ կարող են ակտիվանալ միաժամանակ։ Իսկ երբ որ մարդը միշտ ասում է հա, այդ հան հաճի, այդ հան անկեղծ հաճի, այդ հան լիարժեք հաճի։ Այսինքն հա ու չեն, դրանք որակներ են, որոնք կարող մարդու կյանքում զարգանա անկախ իր սեփական այն բացասական գծերից։ Հետևաբար իմ ասածը հետևյալն է. մի մերժեք ձեր բացասական գծերը, աշխարհին ոչինչ մի ապացուցեք, ոչ մի բան, դուք չուղեկեք, գնացեք դեպի ձեր բացասական գծերը, ընդունեք իրանց ու նոր դրանից հետո որոշակի որակներ սկսեք ձեր անձի շուրջ զարգացնել, որոնք իդեպ ձեզ ասեմ, ձեր մոտ կարող են արդեն վաղուց լինել այդ որակները։ Ընդամենը պետք է այդ որակները մի փոքր ակտիվացնել։ Այսինքն, որակ ասելով, ես նկատի ունեմ նախ դրականի բացասականի ընդունումը, առաջին, որակ ասելով նկատի ունեմ բնական վիճակը, որակ ասելով նկատի ունեմ արդեն մասնավոր դեպքերը, չէ ասել կարողանալը, խոսքը ասել ես պահել կարողանալը, մարդկանցով անկեղծ հետաքրքրվել կարողանալը, անկեղծ մարդկանց կյանքով, այսինքն ձեր եսից դուրս գալը եւ մարդկանց աշխատելով մարդկանց կյանքով հետաքրքրվել կարողանալ։ Այսինքն որակները մարդկային այնքան շատ են, որոնք եթե դուք սկսեք անընդհատ ձեր մեջ զարգացնել, դուք իրոք կդառնաք իսկական, հա, իսկական մարդ, իսկական անձ, որը ունի իհարկե ստվեր, ունի սավարտ, ինչպես ասում են յունգը, եւ նաեւ ունի բավական մեծ որակական հատկանիշներ։ Եվ իհարկե մեկ այլ առիթով ես կարող եմ այդ որակների մասին նաեւ ավելի մանրամասն խոսալ, բայց դեռ նաեւ մենք մի շատ կարևոր հարց եկեք դրան էլ պատասխանենք, նոր թեման ամբողջացնենք։ Երբ որ դուք հրաժարվում եք իդեալական լինելուց, իսկ ասեմ հետաքրքիր մի բան, աշխարհում չկա ոչինչ այնքան թերի, ինչքան իդեալական մարդն է։ Ուղղակի չկա, դրանից թերի բան չի լինում։ Որտեղ իդեալական մարդը դա բնական մարդը չի, իսկ մարդը կտրված բնությունից դա մարդն է, որը լրիվ բացասական է, այսինքն այդ մարդը չի կարող լինել լիարժեք, հա։ Բայց երբ որ մենք սովորել ենք տարիներ շարունակ, մեր ինքնագնահատականը բարձրացնել կամ իջացնել ուրիշների սիրելուց կամ չսիրելուց, երբ մենք մի պահ հրաժարվում ենք այդ սիրուց, վերադառնում ենք մեր բացասական գծերը ընդունում ենք,
մենք պետք է ինչ-որ մի պահ ապրենք նաև առանց այդ մարդկանց սիրո, որովհետև այդ բանկը է, որ դուք օրինակ ձեր վիվասելի քարտը պետք է փոխեք, մինչև ինքը դառնա առնեթե դուք մեկ օր անհասանելի եք ելնում, չէ՞, կամ հակառակը։ Օրինակ, երբ որ դուք պետք է ձեր բաժանորդագրության կամ փաթեթը փոխեք, դուք մեկ օր անհասանելի եք։ Հիմա իմ ասած տեխնիկայում, երբ դուք հետ եք վերադառնում ձեր բացական գծերը ընդունում եք, ինչ որ մի հատված այդ սերը կարող է կորի, ինչ որ մի հատ դուք դրան պետք է պատրաստ լինեք, դա շատ նորմալ է, որովհետև այդ սերը ավելի շատ կախվածություն է այդ մարդկանց վերաբերմունքից, քան իրական սերը։ Եվ այսինքն դուք ձեր ինքնագնահատականը բարձրացնում եք ուրիշներից սնվելով, ուրիշներից ստանալով այդ ռեսուրսները։ Հիմա դուք մի պահ դրանից հրաժարվում եք, ընդունում եք ձեր բացասականն են դրականներ, դուք մոտենում եք ձեր բնական վիճակին, դուք ձեզ ընդունում եք այնպեսին, ինչպեսին դուք կաք, ձեր ընդունելուց հետո ձեր մոտ առաջանում է արդեն սեր ինքներդ ձեր հանդեպ, դուք սկսում եք ձեզ սիրել, դուք սկսում եք ձեզ գնահատել անկախ նրանից դուք լավն եք կամ վատն եք։ Ես ավելին ասեմ, դուք վերադառնում եք այն մանկական հոգեվիճակին, որում երեխաները լինում են ու որտեղ երեխան չի ճանաչում դատավոր, պաշտոնյա, չգիտեմ, հաջողակ կամ առաքինի մարդ։ Երեխան ինքը բոլորին վերաբերում է հավասարի ու դրա համար ինքը առաջին հերթին իրան է ընդունում, երկրորդ հերթին մյուսներին ու դրա համար ինքը շատ սիրված է։ Հետևաբար, նույն ճանապարհով երբ դուք վերադառնաք ձեր իսկական վիճակին, դուք սկսեք ձեզ սիրել, արտաքին աշխարհի սերը կլինի հետևանք ձեր սիրելու, այլ ոչ թե ձեր սերը, ձեր անձի նկատմամբ կլինի հետևանք իրան սիրելու։ Պատկերացնում եք տարբերությունը ինչքան մեծ է։ Երբ որ դուք սիրում եք ձեզ, ընդունում եք ոնց կաք, ու ձեր սիրելու արդյունքում ամբողջ աշխարհը ձեր կողքը հավաքվում է։ Այնքան քիչ մարդիկ կան, որոնք շատ քիչ մարդիկ կան, որոնք իրոք իրան սիրում են, ոչ թե սիրում են, այստեղ շատ նուրբ շերտ կա, էգոյի մակարդակով, ոչ թե սիրում են իրանց անձը ընդգծելու, իրանց անձը բարձրացնելու ուրիշների անձը, չէ, սա այդ սերը չի, սա էգոիզմ կոչված սերը չի, սա առողջ սերն է, որտեղ դու քեզ իրավունք ես տալի նաև թերի լինելու, որտեղ դու քեզ իրավունք ես տալի նաև սխալվելու, նաև բացասական գծեր ունենալու։ Իսկ էգոիզմ կոչված սերը, այստեղ մի քիչ ուրիշ է, այստեղ ամեն ինչ ինձ, ես կատարյալ եմ, իսկ ես թերի չեմ։ Նույնիսկ էգոյի մակարդակի այդ սիրում մարդիկ ասում են ես լավն եմ, որովհետև ուրիշները վատն են, կամ ուրիշները վատն են, դրա համար էլ ես լավն եմ։ Սա այդ սիրո մասին չի։ Սա այդ սիրո մասին է, դուք ինքներս ասում եք ես լավն եմ, որովհետև ես եմ։ Ես լավն եմ, որովհետև ես արդեն մարդ եմ, որի մեջ կա ահռելի մի հատ աշխարհ Սևակի ասած, հա։ Ու երբ որ մենք մեզ վերաբերում ենք այդպես, ամբողջ աշխարհը մեր հանդեպ միանգամից լրիվ այլ որակի, այլ մակարդակի սեր է սկսում, այսպես ասած, ճառագել, հա։ Ու բացի դրանից, սրա երկրորդ աստիճանն այն է, երբ դու քեզ սիրում ես, դու հասկանում ես, որ մարդ տեսակը ինքը արժանի է սիրվելու։ Դու նաև քո ինքներդ քեզ սիրել, սկսում եք սիրել նաև աշխարհը, սկսում եք սիրել նաև այլ մարդկանց, եւ արդյունքում դուք ստանում եք աշխարհի սերը, աշխարհի հարգանքը, աշխարհի էներգիան երկու քայլի արդյունքում։ Ընդունում եք ինքներդ ձեզ այնպես ինչպես կաք, առաջանում է սեր ինքներդ ձեր նկատմամբ եւ նոր աշխարհի սերը գալիս է դες։ Եվ նաև սրանից բացի, եթե դուք նաև արդեն այդ սիրուն պատասխանեք փոխադարձաբար ձեր սիրով, ձեր շրջապատում, ձեր հասարակությունում, հասարակության մեջ դուք կգտնեք ներդաշնակություն։ Դե, շնորհակալ եմ հարցի համար, ձեզ մաղթում եմ հաջողություն, իդեպ այն հարցերի մասին, ինչի մասին ես հիմա խոսացի, շատ ավելի խոր բազմաշերտ մենք խոսում ու քննարկում ենք Զարթուցիչի ժամանակ, համեցեք հաջորդ Զարթուցիչը սկսելու է մյուս ամսին, օրը դեռ չենք որոշել, բայց շուտով կլինի, համեցեք, խնդրեմ, եւ որակական լուրջ փոփոխություններ բերեք ձեր անձնական դաշտ եւ նաեւ իհարկե ձեր կյանք։ Դե, շնորհակալ եմ, սիրով ձեր Գրիգոր Արաքելյան։